Ողջույն, Սիվիլնեթի եթերում դիտակետն է։ Օրեր առաջ համացանցում հայտնվեց Հայաստանի Հանրապետության նոր դրոշի նախագիծ, որը մշակել է Brand ընկերությունը։ Դրոշը ծիրանագույն, սպիտակ եւ մանուշակագույն գույներով է։ Նաեւ պատկերված են երկու խաչ, մեկը սպիտակ եւ մյուսը մանուշակագույն։ Կարեն, դուք Brand ընկերության հիմնադիրն եք եւ այն ընկերության, որը մշակել է դրոշի նոր նախագիծը, որը հայտնվեց համացանցում եւ դրանից հետո քննարկումները չեն դադարում։ Ինչպես ձեզ մոտ առաջացավ գաղափար ստեղծելու, մշակելու դրոշի նոր նախագիծ։ Այս ամբողջ գաղափարը առաջացել է դեռ այն ժամանակ, երբ որ իմ ատենախոսությունը ես գրեցի հենց պետության բրենդավորման թեմայով։ Դրանից հետո տարբեր հետազոտություններ եմ արել հենց այդ ոլորտում։ Եվ երբ որ ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերեցի եւ սկսեցի խորանալ այդ գիտության մեջ, սկսեցի նաեւ բացահայտել ինչ խնդիրներ ունենք ի վերջո Հայաստանում։ Այդ ընթացքում բազմաթիվ կապեր են եղել տարբեր մասնագետների հետ, շատ կարճ Սայմոն Անոլդի հետ, որը որ միջազգային մասնագետ է հենց nation branding-ի պետության բրենդավորման թեմայով։ Որտեղից էր ամենասկզբնային գաղափարը, որ մենք դիրքավորման լուրջ խնդիր ունենք։ Հայաստանի Հանրապետությունը դիրքավորման լուրջ խնդիր ունի։ Կա այդպիսի գիտություն, դրոշագիտություն նաև, որը որ ուսումնասիրում է ասոցիացիաները, ինչպես է պետությունը դիրքավորվում եւ այլն։ Ուղղակի մի քիչ հեռուց եմ գալի, բայց շատ կարևոր նախաբան է, որպեսզի բուն թեման մենք հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ինչ է պետության բրենդավորումը։ Սա 6 բաղադրիչներից է բաղկացած, որի մեջ մտնում է արտահանում, ներմուծում, կառավարության գործունեությունը, պատմական ժառանգություն եւ բնակչություն։ Միայն այս 6 ուղղություններով աշխատանք տանելով դու կկարողանաս պետության բրենդ կառուցել։ Ատրիբուտիկաները դրանք արդեն տարբերակման նշաններ են, որով մենք կարողանում ենք դիրքավորվել աշխարհում։ Ասեմ, որ դրոշների փոփոխությունը Բրազիլիան 4 անգամ փոխել է եւ ըստ որոշ գնահատականների ամենաազդեցիկ դրոշները աշխարհի դրանք համարվում են Կանադան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Բրազիլիայի դրոշը, որը եւ մի շատ կարևոր բան ասեմ, որ ըստ այդ ազդեցության չափանիշների մեջ կա մի շատ կարևոր կետ, որ այն դրոշները, որոնք որ պատկերներ կան, ես դեռ խոսում եմ ասոցիացիաների առումով, այո, բովանդակային մասի շատ արագ կանցնեմ ուղղակի, որ հնարավորություն տամ նաև ձեր կարծիքը հայտնելու։ Պատկերները մարդկանց հիշողության մեջ տպավորվում են, եւ այն գույները, եւ ասեմ ձեզ մի բան, որ մենք ոչ մի դրոշ չենք հիշում ըստ էության։ Միայն հայտնի երկրների, որոնք որ անընդհատ ռոպագանդվում են, Գերմանիայի դրոշը սև կարմիր տեղին, որը որ արդեն բրենդ է դարձել, եւ այսպիսով պատկերները ուսումնասիրելով տուրիզմի հատվածը, որը այդ պետության բրենդավորման ամենակարևոր բաղադրիչներից մեկն էր, ես պնդում եմ եւ կարող եմ բազմաթիվ անգամ խոսել այս թեմայի շուրջ եւ իմ տեսակետը հիմնավորել, որ մենք ունենք մեկ ուղղություն, դա կրոնական տուրիզմն է։ Դեռ տուրիզմի մասով եմ խոսում, որը որ ըստ էության լուրջ մրցակցային առավելություն է տալիս մեզ այդ դաշտում։ Եվ այստեղից նաեւ հենց գաղափարը առաջացավ, որ մեր դրոշի վրա բացակայում է խաչը։ Ինչպես է ընդունվել գործող դրոշը։ Պատմությունը բոլորը կարող են բացել, կարդալ, նայել, նույնպես էլի քննարկումների միջոցով, նույնպես էլի որոշել են, որ դեղինի հետ կապված խնդիր կա նարնջագույնի եւ դեղինով փոխարինել, այսինքն քննարկում միանշանակ չի ընդունվել սկզբից, անընդհատ քննարկումներ են եղել եւ հրատապ արագ որոշում է կայացվել եւ դրոշը հաստատվել է։ Միջև այդ Ղևոն Դալիշյանն է նաեւ դրոշը առաջարկել Մարտիրոս Սարյանի եւ այլ այս պատմությունը շատ ակնհայտ է։ Եվ ամենակարևոր բանը հարց են տալիս. ինչի փոխել դրոշը։ Եթե կա, այո, տրամաբանական հարց է։ Դրոշի փոխման մի տրամաբանություն կա։ Ուժեղացնել դիրքավորումը։ Ուժեղացնել պետության բրենդավորման եւ ասոցիացիաները աշխարհի համար։ Որպես սիմվոլ, որպես խորհուրդ, ես շատ ուրախ եմ, որ նաեւ գիտակից միջավայրում խոսում ենք սրա մասին։ Ինքը կարևոր է այնքանով, շատերը օրինակ Facebook-ում գրում էին, որ հանուն մեր դրոշի Հանուն է թափվել։ Հանուն դրոշի չէ, հանուն պետության։ Դրոշը պետության սիմվոլն է, այո, խորհրդանշում է, իդենտիֆիկացնում է տվյալ, բայց հանուն պետության։ Սա շատ կարևոր, եթե մենք դրոշը որպես առարկա իր, սա արդեն սնոտայապաշտությունը։ Երբ որ գնում ենք մի երկիր հանգստանալու, ասոցիացիաներով են, որտեղ հանգստանանք, տվյալ երկրի ասոցիացիաներն են, որտեղ ներդրումներ կատարենք, ասոցիացիաներն են։ Տվյալ երկիրը ինչ ասոցիացիաներ առաջացնում։ Գերմանիան հուսալիություն, Նյու Յորկը երկնակերեր ակտիվ կյանք, հասկանում եք։ Այս տեսանկյունից մենք հարցին մոտիկացել ենք խիստ մասնագիտական տեսանկյունից, նաև շեշտադրումը դնել բովանդակային կողմի։ Այսպիսով զուտ խաչի, հաջորդ, որը ինձ համար իրոք շատ ցավալ է ժողովուրդ, ասում են խաչը կրոնական սիմվոլ է, դրոշը պետական, կրոնը պետությունը առանձնացրեք։ Ասեմ ձեզ սկանդինավյան բոլոր դրոշների վրա խաչն է, որը խորհրդանշում է հենց քրիստոնեությունը։ Սկանդինավյան խաչերն են։
Ասում են մեր ինչ ասա կրոնական պետություն է, սահմանադրության մեջ նման բան նշված չկա։ Ժողովուրդ, բայց ինձ չի հետաքրքրում սահմանության մեջ այդ մասով ինչ է նշված։ Ինձ այլ բան է հետաքրքրում, հասկանում եք։ Սա բառախաղ է տեսակի, ինչ նշանակում կրոնական պետությունն է, սկսենք դրանից։ Եթե մենք ասում ենք, որ սա քրիստոնեությունը մեզ համար առաջնային է, եթե մենք հավատքի գաղափար ընդհանրապես հանում ենք, լավ, ինչի վրա ենք կառուցում, որն է բարոյականը, հասարակություն ուղղորդելու, ինչն ենք մենք թողնում, բայց բարոյական հարթության վրա որն են հիմնարար գաղափարը, որը որ նաև այո դրոշի միջոցով պետք է ռոպագանդվի, որն է նաև աշխարհի մասով։ Եվ ես ուրիշ բան բերեմ նաև, ուղղակի տնտեսական մասով mən չեմ ուզում շատ խորանանք туриզմի կտրվածքով։ Սրանով է հենց պայմանավորված այն անհրաժեշտությունը առանց տվեր գցելու, այո ես գիտեմ սովորենք։ Եվ այս արձագանքը ինչի եղավ, որովհետև մարդիկ վեր կացան եւ ինչ որ գրում են, այդ ովքեր են։ Այդ ինչպես հանդգնեցին։ Այո, այս տրամաբանությունը կարա առաջ գա, բայց ես ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ սրա նպատակը անկեղծ մղումն է։ Ընդհանրապես մեր տեսակետը հայտնել, հիմնավորել ազդեցիկության իմաստը եւ հասկանալ հասարակությունը ինչ կարծիք ունի։ Առաջի անգամ, երբ համացանցում տեսակ դրոշի նոր տարբերակը, որպես դիզայների աչք, ինչ մեկնաբանություններ կտաք նոր դրոշին։ Դե նայած ինչ է դες համեմատում իհարկե, եթե համեմատում ես նախկին, то есть ներկայիս դրոշի գույների հետ, բնականաբար ինքը ավելի թարմ է, ինքը ավելի նոր է ու անսովոր։ Իհարկե անսովոր է նաև ոչ միայն ինձ համար, այլ նաև ամբողջ հանրության համար, հա։ Ինչի տենց բուրըն ազդեցություն ու արձագանք ունեցավ, ես կարող եմ ասեմ մոտարապես պատճառը այն էր, որ իրանց կարծիքը հաշվի չեն առնում, կարծում եմ գլխավոր պատճառը դա էր ու ինչպես նշեց Կարենը, գլխավոր հենց պատճառը նա է, որ մենք բոլորս խառնում ենք տարբեր հասկացողություններ բրենդ կամ սիրված լինել ու տարբեր տեսակի նման ինչ որ վիճակներ են, որոնք մեզ խանգարում են։ Ինչ կապված է մեր ներկայիս դրոշի խնդիրի հետ, ինքը հենց եռագույնը ինքն իրանով, ոչ միայն մեր, այլ առհասարակ բոլոր դրոշների մեջ եռագույնը բավականին ծանր նայվող դրոշ է համարվում։ Երևի միակ հաջողված դրոշներից, որ եռագույնն է, դա երևի Գերմանիայի դրոշն է, ինչպես նշվեց, էլի, որ բավականին լավ սաչիտանիա է, այսինքն լավ հարաբերակցությամբ է աշխատում։ Ինչ կապված է մեր եռագույնի հետ, մեր մոտ հենց կարմիր կապույտը վիզուալ, որ դուք նայեք, արանքում գիծ է գոյանում, այսինքն սև գույն է տալիս իրանց երկուսի արանքը, որը վիզուալ էլ ավել ծանրացնում է այն պատկերը, որը կա ներկայումս։ Բնականաբար համացանցում, որ լավ սրճանեք, կտեսնեք, որ կան նաև իր մի քիչ ուրիշ տարբերակները, որտեղ կան ավելի ուրիշ տոնայնության, ավելի մեղմ տոների մեջ, նույն կարմիր կապույտ ծիրանագույնը ավելի թույլ, որոնք ավելի աչքին հարմար են, հա, ինչպես ասենք, նույն Արցախի դրոշի դեպքում, եթե սպիտակ էլեմենտներ է մեջը ավելանում, բավականին ավելի լավ է նայվում, քան հենց ուղղակի կարմիր կապույտ ծիրանագույնը։ Ինչ կապված է գլոբալ խնդրի հետ, որովհետև մենք չունենք էլի հստակ բրենդ, այսինքն չունենք մենք պանտոն գույներ, չունենք սահմանադրած ինչ որ բաներ, թե ինչպես կարելի է կիրառել դրոշը եւ ինչպես չի կարելի այն կիրառել, օրինակի համար ես հենց նոր գալիս եմ ձեր մոտ եւ տեսա նախագահի որևէ նախագահի տեխնացուի բան, պոստեր, որտեղ դրոշ էր անկյունում, որը sense գրադիենտով լղոզվելով կորում էր, որը բավականին տգեղ էր նայվում հենց այդ պոստերի լուծման մեջ, այսինքն չկա հստակ կանոն, որով մարդիկ կշարժվեն եւ այդ դրան կհետևեն ու ինչ որ մեկը կասի կամ կստուգի կասի, գիտեք, սա չի կարելի անել կամ եւ այլն։ Որպես պետության սիմվոլ որտեղ։ Ինչ կապված է կոնկրետ Կարենից առաջարկի հետ, բավականին ողջունել է, որտեղ ես ինքս շատ մեծ ցանկությամբ կուզենայի, որ մենք բոլորս, այսինքն ցանկացած Հայաստանի քաղաքացի եւ առհասարակ հայ ուզենար ասոցիացներ այդ դրոշի իր հետ, ոնց որ ասենք ցանկացած ամերիկացի, sense դուխով իր դրոշը տնգում է այգում եւ հպարտանում է դրանով, ինչու՞ չէ, ինչի չլիներ մեր ասենք բոլորի սեղանների վրա այդ դրոշի, իսկ հիմա ասենք մենակ պետական այրերն են, որ տեղադրում են իրենց սեղանի վրա ու ասենք հպարտությամբ են էլի ոնց որ այդ դրան նայում։ Այդ խնդիրը պետք է լուծել իմ կարծիքով, որ բոլորս ասոցացնենք թե հիմնի հետ, թե ես այդ տեսանկյունից եմ նայում, բայց բնականաբար այդտեղ կան ուրիշ ինչ որ ռուսեն ասած подводные камни, հա, այսինքն պետքա պոլիտիկի տեսանկյունից նայել, պետքա ամեն ինչ որ նշվեց, որ դրսից էքսպերտներ, որոնք հենց կարողանում են կերտել բանը, ախր այդքանով համաձայն չեմ, որ ստեղի ցանկացած մարդ իր գիտակցության մեջ պետքա հասկանա ինչի հետ է ասոցացնում Հայաստանը ու ոնց է ուզում, որ իրան ասոցացնեն դուրսը, ոչ թե դուրսը ոնց է ուզում մեզ ասոցացնի, որովհետև իմ կարծիքով այդ խաչքարերը չեն ու խաչը չի ու
կրոնը չի, որը պետքա բերի Հայաստան туриզմը, էլի։ Կարծում եմ կարելի է իրան ավելի շատ հետաքրքիր եւ նույն էպոսները վերականգնել նույն ձև, այսինքն հետաքրքիր պաստանովկաներ անել։ Մենք լուրջ խնդիրներ ունենք թե սերվիսի հետ, այսինքն նենց բաներ կան, որտեղ հստակ ավելի այսինքն բրենդինգային խնդիրներ կան։ Կարծում եմ, եթե իրանք իրենց կազմակերպությունը այդքան չշահարկեն, գուցե համախոհները ավելի շատ կունենային, որովհետև շատ մարդիկ մտածում են, որ դա PR ակցիա է իրանց կողմից, որպեսզի կարողանան իրենց կազմակերպությունը անեն, գուցե սխալվում եմ, բայց ընդհանուր տպավորությունը դա է, էլի։ Անդրադառնալով այդ PR ակցիային, բրենդը մինչ դրոշի նախագիծ ներկայացնելը ինչ գործունեություն է ծավալել։ Ինքս անտեղյակ եմ բրենդի գործունեություն ու ընկալումը այն է, որ սա ուղղակի PR, շատ լուրջ մշակված PR քայլ է, ուղղակի պայթեցնելու բրենդի համար։ Կարող եք բրենդի գործունեության մասին ծանոթանալ, ամբողջ աշխատանքների ցանկ այնտեղ կա, բրենդը զբաղվել է բրենդինգով։ PR, բոլորը օգտագործում են այդ բառը։ Բոլորը օգտագործում են, մի մասը գիտակցելով, մի մասը չգիտակցելով։ Սա ինքը գործիք էր ընդամենը մեր տեսակետը տեղ հասցնելու համար։ Ինչի ընկերությունը, որպեսզի որոշակի լրջություն հաղորդել։ Բնականաբար նման թեման մասսայական հետաքրքրության է արժանանում եւ բնականաբար երբ որ մասսաները դրա մասին հասկանում են, որ բրենդ ընկերությունն է։ Անուղղակիորեն այո ռոպագանդվեց ընկերությունը, բայց ես խնդրում եմ եկեք հասկանանք եւ տարբերակենք շատ կարևոր մի բան։ Մենք չենք ստեղծել դրոշի առաջարկը, որպեսզի ռոպագանդեն կազմակերպությունը, սա անհետեթություն է։ Ստացվեց այդպես այո, որովհետեւ թեման հետաքրքրում էր բոլորին։ Որովհետեւ սա դուք երբեք չեք կարող այդ ռոպագանդան կառավարել, որովհետեւ ինքը որքանով կառավարել է, այդքան էլ անկառավարել է։ Ինչքանով որ թվում է որ ճանաչեցին, նույն հակադարձ էֆեկտը դա կարող է ունենալ եւ հայկական խաչի հետ կապված մի հարց էլ կար նաեւ, որ ասում են սա հայկական խաչ է թե ոչ, ինքը զուտ հայկական խաչ է, բացառությամբ որ կատարելագործման կարիք ունի, շտկելու կարիք ունի, ծաղկող թևերով հայկական խաչն է սա, ուղղակի ներքևի հատվածը մի փոքր պետք է ավելի երկար լինի, ուղղակի փոփոխության դեպքում որոշակի պրոպորցիաներ են խախտվում ընդհանուր դրոշի պարագայում։ Նաև մի շարք նկարներ էին ներկայացված, որտեղ դրոշը օգտագործվում էր հագուստի վրա։ Այդ ձեր վերաբերմունքը դրոշը օգտագործել հագուստի վրա ընդհանրապես տարածված է, ինչ սահմանափակումներ պետք է լինեն, ինչ բնականաբար դիզայնն այն սպეციფიկ բան է, որ իրան ինչքան շատ ես դու օգտագործում, ինչքան շատ շահարկում ես, այդքան ավելի ինքը էֆեկտիվ է լինում։ Այսինքն ցանկացած վերցնենք նույն Վրաստանի հին դրոշը, հա, որպես էլի օրինակ խոսվեց, բնականաբար ոչ մեկ չի հիշի դա, որովհետև մենք այդքան չենք կողմնորոշված ու կենտրոնացած եղել իրանց դրոշի վրա։ Հիմա որ ինչ որ փողոցում հարցնենք Ադրբեջանի դրոշը, էլի շատ դժվարությամբ բոլորը կփորձեն ասել, մենակ գիտեն, որ լուսին կա վրան ու վсё։ Բայց ընդհանուր առմամբ հենց այնքան կարելի է դա ոնց որ պոպուլիզացնել, որ ինքը դառնա շատ պոպուլար, հա, նույն ասենք Անգլիայի դրոշը վերցնենք, գրեթե բոլոր շորերի վրա, բոլոր աքսեսուարների վրա կարող է դա հանդիպել, դա շատ մոդայիկ է, շատ սիրուն է եւ այլն եւ այլն։ Նույն Գերմանիայի պատմության մեջ էլի եթե վերցնենք, ինքը էլի բազմիցս փոխվել է, հա, այսինքն Հիտլերի ժամանակ էլի վերցվեցին ուղղակի կարմիր դրոշի ֆոնի վրա սպիտակ կլոր էր, որի մեջ սվաստիկա էր, որը փլուզվելուց հետո էլի փոխվեց, բայց էլի հետաքրքիր տեսակետ էր հնչում համացանցում, որ Հայաստանը պետք է դրոշը փոխի երևի թե այն ժամանակ, երբ որ ինչ որ կարևորագույն քայլ կունենա իր մեջ անելու, այսինքն ինչ որտեղ համաձայն եմ, ինչ որտեղ չէ, ճիշտ ասած, դիզայնի տեսանկյունից ես միանշանակ համաձայն եմ Կարենի հետ, որ պետք է փոխել դրոշը, բայց նաև այդ տեսակետի հետ եմ հաշվի նստում, որովհետև իրոք երևի թե ինչ որ գործողություն պետք է լինի, որովհետև ուղղակի չի ստեղծվել այդ դրոշը, ինքը ինչ որ բանի հիմքի վրա է ստեղծվել, անկախության, ազատության եւ գաղափար ունի իր մեջ այդ դրոշը։ Իհարկե նես չի որ ինքը լավ է ստացվել, բայց այն ունենք, ինչ ունենք ու երկար ճանապարհ է, այսինքն ինչ որ չափի ասոցացնում են մեր հետ, այսինքն մեր շախմատիստներին, մեր շտանգիստներին եւ այլն, իրանք ծածանել են մեր դրոշը ու հիմա ասենք շատ դժվար կլինի այդ նույն ճանապարհը էլի ստիպել, փորձել ասոցացնել, այսինքն նույն բանը ինչ որ արել ասենք Վրաստան, հա, իսկ Վրաստանի ներկայիս դրոշը էլ դա չեմ ասում վատնա կամ լավն է, դա էլի սուբյեկտիվ կարծիք է, իմ կարծիքով այո, շատ սիրուն է, բայց ինքը ռոպագանդման արդյունքում լավը ստացվել, այսինքն ասել են որ մենք փոխել ենք, դա որպես ֆիշկա օգտագործել են, սկսել են իրան անընդհատ շահարկել, դրա հաշվին ստացվել է լավը։ Այո, իհարկե համաձայն եմ, որ իրան կարելի է տպագրել մայկաների վրա, ամեն ինչի վրա, ինչի վրա հնարավոր է։ Ինչը հիմա չես կարող անել, այսինքն նույն մեր ֆուտբոլիստները, որ երագույնով դուրս են գալիս դաշտ, մի քիչ դաժան է հնչում, այսինքն ու աչքի համար շատ վատ է, էլի կապույտ նասկիներով, ասենք կամ ինչքան էլ տեղերով փոխես գույները,
մեկը չես կարողանում հետը նորմալ աշխատել ու կարողանալ ճիշտ լուծումներ տալ։ Եթե չեն հետևում հստակ գործողություններ, ինքը դառնում է ինքնանպատակ։ Հնչեցին, որ պետական առումով, պետական մակարդակով շատ այլ առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու, մինչ անդրադառնալը դրոշի գույների փոփոխությանը մանավանդ կարծիք հնչեց, որ Փետրվարյան ընտրություններից առաջ նախագահական սա կարծես թե ինչ-որ թեման քննարկումները շեղելու փորձ է։ Դրան ինչպիսի մեկնաբանություն կտաք։ Իհարկե բազմաթիվ խնդիրներ կան։ Ուղղակի ես տրամաբանությունը չեմ հասկանում այս աշխատանքի եւ այդ խնդիրների։ Մարդիկ կան, որոնք գրում են, ասում են սոցիալական տարբեր խնդիրներ են մեջ բերում եւ դրոշը։ Ոչ համարժեք, ոչ տրամաբանված օրինակներ են սրանք։ Սա ընդհակառակը մեկը մյուսին է նպաստում։ Սա մի աշխատանք է, որը որ պետք է նպաստի պետության դիրքավորման, իսկ պետությունը չի դիրքավորում հենց այնպես։ Պետությունը դիրքավորում է հստակ նպատակների համար։ Այո, ես համաձայն եմ առաջինը բնակչության համար։ Իսկ ինչ ասել է, եթե դու ներդրումային գրավչություն ավելացնում ես քո երկրի ուշադրությունը սևեռում ես, բայց պետք է ստեղծես համապատասխան տնտեսական, սոցիալական պայմաններ, որպեսզի միայն դրոշի ես դրա համար իմ խոսակցության սկզբում խոսեցի պետության բրենդինգի մասին։ Դրոշը ընդհանրապես, այսպես ասեմ, փաթեթավորման խնդիրն է։ Խորհրդանիշը, սիմվոլը, որը որ ասոցացնում է պետության հետ, ինքը տարբերակման խնդիրն է։ Կարևոր մի բան կա, հենց մեր պետության բրենդինգի գործիքներով առաջնորդվել է։ Ինքը ընդհանրապես տեսքն է, ասոցիացիան է, բայց եթե դու չես անում հիմնական այն խնդիրները, ես նշեցի այդ 6 անկյուն կառուցվածքը, անիմաստ զբաղմունք է սա դա։ Ես շատ կուզենայի, որ եթե նման առաջնահերթությունը կա, իրոք քննարկման, բայց մասնագիտական, հավաքվեն լուրջ մասնագիտական մոտեցում լինի, մանրաթորի կարծիքը հայտնի, պետության ղեկավարությունը այս հարցի շուրջ, բայց խնդիրը գնա զուտ կառուցողական, մասնագիտական հարցի շուրջ եւ այո քննադատություն լինի։ Պետք է արդյոք թե ոչ։ Կարծում եմ, ինչպես Կարինեն նշեց, պետք է լուրջ հավաքվել եւ դրա մեջ պետք է ներկայացված լինեն ոչ միայն դիզայներներ, այլ նաեւ սոցիոլոգներ պետք է լինեն հոգեբաններ, նաեւ պետք է լինեն ինչու՞ չէ туриզմի հետ կապված մարդիկ, որոնք կզբաղվեն այդ ամեն ինչով, լուրջ էքսպերտներ նաև իրենց ոլորտներում, ինչպես նշեցին, չգիտեմ, եթե խաչը լինելու է, բնականաբար խաչի տեսանկյունից էլ պետք է հարցնել արդեն կրոնական հաստատություններին, թե ինչպես պետք է դա ներկայացնել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ մերսի։ Այսպեսին էր մշակութային դիտակետը, մենք զրուցում էինք բրենդի հիմնադիր, նոր դրոշի նախագծման ընկերության հիմնադիր Կարեն Բաբաջանյան եւ դիզայներ Վաց Ղազարյանի հետ։ Շարունակեք հետևել Civilnet-ի աշխատանքներին։ Հաջողություն։